Հելակարաջան իրականում լրատվական պարոն մենք տեսանք, որ ձեր կողքին պետնախքի նախագահ Դավիթ Ամանյանն է, բացի իրենից հանրային ինչպիսի դեպքեր եք ներողություն գրավել ձեր քաղաքական միավորի մեջ, համարակներ գրել են, որ նախկին քաղաքական կարող է լինել ձեր թիմում այդպես թե այդպես չէ, եւ նաեւ ասեցիք, որ հավաքում եք վարչապետի պաշտոնի, ձեզ տարբեր փոխոցային պայքարների ժամանակ առաջարկվել է արդյոք լինել ընդդիմության միասնական թեկնածուն, եթե այո, ինչպիսին է եղել ձեր արձագանքը, եւ նաեւ այս տարին ակնհայտ է, որ Հայաստանի սուվերեն տարածքում կան շտամական զորքեր, արդյոք հավանական համարում եք, որ խաղաղության պայմանագիրը կլուծի վերջնական այս հարցը, այդ թվում եւ նաեւ գերիների, որոնց հարցը գիտենք, որ ներառված չէ խաղաղության պայմանագրում, հնարավոր կլինի արդյոք առհասարակ Արցախի Արցախից երևանված Արցախի ղեկավարությունը նաեւ մյուսները ազատ արձակվեն այս պայմաններում, շնորհակալություն։ Սկսեմ առաջին հարցից, որը վերաբերում էր մեր թիմի անդամներին, այս քաղաքական նախաձեռնության անդամներին։ Դուք տեսեք, փայլակ, դուք ուզում եք էլի, որ մենք բարիկադների, այսինքն դուք չեք ուզում։ Հարցը բայց այդպեսին է, եթե ուղիղ պատասխանելու լինենք, կարծեք թե ստացվում է, մենք ուրեմն պետքա բարիկադավորվենք։ Էլի գնալով լինելով բարիկադների այս կողմ, բարիկադների այն կողմ։ Մենք առաջնորդվում ենք այլ սկզբունքներով, պարոն Անանյանը պրոֆեսիոնալ է բարձր եւ տնտեսական քաղաքականության ուղղությունները մենք մշակել ենք միասին եւ բնականաբար իրագործումը նույնպես անելու ենք միասին։ Ինչ վերաբերում է մեր մյուս քաղաքական նախաձեռնության անդամներին, եթե պետք է հենց այդպես ինքնանպատակ է հանրային ճանաչում ունեցող մարդիկ, այո, իհարկե մեզ մոտ կլինեն հանրային եւ կան հանրային ճանաչում ունեցող մարդիկ։ Բայց եթե մենք շարժվում ենք պրոֆեսիոնալիզմի սկզբունքով, հիմա պատկերացեք մենք ունենանք հանրային ճանաչում ունեցող մարդիկ, բայց դրանք ոչ պրոֆեսիոնալին են գան ինչ անեն։ Այսօրվա վիճակը դուք կարծում եք ինչից է այսպես։ Մենք այսօր ամեն ոլորտում տեսեք ինչքան խնդիրներ կան։ Հələ մի հատ եկեք վերցնենք թմրամիջոցների շրջանառության ոլորտը։ Մեր իրավապահ մարմինները ես վստահ եմ ամեն օր չարչարվում են, բայց հələ տեսեք քաղաքական մակարդակում ինչ վիճակ է։ Այդ քաղաքական մակարդակի պատճառից է, վիճակից է, չէ՞ որ գալիս սա ահագնացող տեմպերի է հասել։ Դուք կարծում եք այսօրվա հանրային քաղաքական գործիչները հանրային ճանաչում չունեին երբեք։ Հանրային ես լավ գիտեմ, չէ՞ բոլորս գիտենք, ես մարդու իրավունքների պաշտպանն էի։ Իհարկե նրանք ունեին հանրային ճանաչում, բայց սա դասական օրինակ է, որ եթե դու հանրային ճանաչում ունես առանց պրոֆեսիոնալիզմի, գալիս ես մի աշխատանքի, որից դու չես հասկանում ընդհանրապես, չես տիրապետում, թե ինչ ես դու անելու։ Դու անձնական հարստության միջոց ես սկսում օգտագործել, սկսում ես օգտագործել այդ պաշտոնը ինչ որ հաշվեհարդարների համար, քո սխալները կոծկելու համար, որտեղ դու սխալներ ես չէ՞ դու սխալները չուր տալու, ինչ ես անելու, անընդհատ կոծկելու ես այդ սխալները։ Սա է նաև որ մենք եթե միայն այդ հանրային գործիչ լինելու գաղափարախոսությամբ շարժվենք, մեր ամբողջ երկիրը լցնել ենք դիլետանտիզմով, շատ ներողություն։ Իսկ մենք չենք կարող մեն նման ճոխություն տալ։ Դրանից բացի ես ասում եմ ասել, որ մենք ունենք պրոֆեսիոնալներ։ Ես հատուկ եմ իմ ուղերձով նշել, հիմա էլ եմ ասում, ունենք կարող թիմ։ Մենք հասկանում ենք Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, մենք հասկանում ենք ինչպես լուծել այդ խնդիրները եւ բնականաբար լուծելու ենք դրանք։ Ես ինքս որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան, դրանից առաջ բազմիցս ընդգրկված լինելով այս բնակավարներում խնդիրներին ոչ թե դասագրքերով ենք այսպես տիրապետում, այլ անձնապես շփվելով կոնկրետ մարդկանց հետ, կոնկրետ խնդիրներ արձանագրելով, լուծումների գալով, եւ այս մեր նախաձեռնությունը հենց հիմնված է լինելու այդ սկզբունքների վրա։ Մյուս հարցը օկուպացված տարածքների հետ։ Տեսեք, այստեղ մի հետաքրքիր բան ասեմ։ Բոլորը խոսում են 200, չէ՞, մոտավորապես 200 կիլոմետրի մասին։ Նախ ոչ ոք չի հասկանում ինչ որտեղից են վերցել այդ թիվը, որովհետև իրականում ես կարծում եմ ավելի շատ է, ճիշտ է կիլոմետրերի հարցումը կարող է սխալվենք, բայց սա էլ այնպես է արվում, կարծեք, sense տեխնիկական ինչ-որ հարցի են վերաբերում, կանոնով դրել ենք, գծել ենք այստեղից այստեղ 200 կիլոմետր եւ այլն։
իրականում խոսքը գնում է շատ ավելի տարածքի մասին, ինչու, որտեղ մենք ոչ միայն պետք է հաշվի առնենք այն տարածքը, որտեղ ֆիզիկապես ադրբեջանական զինված ուժերը ապօրինաբար գտնվում են, այլ նրանց վերահսկողության ոլորտը։ Հենց դուք տեսեք ինչ է կատարվում, ամեն մեկը, չէ, երբ գալիս են տեղավորվում են, իրենց դիրքերի դիմացը, տեսեք ինչքան տարածք են հսկում։ Մեր քաղաքացիները կկարողանան գոնե 1-2 կիլոմետր մոտենալ այդ տարածքերին կամ, չգիտեմ, նայած տեղանք։ Չեն կարող չէ մոտենալ, այդ տարածքները դառնում են անօգտագործելի արդեն։ Հետևաբար այս խնդիրը մեզ համար կենսական նշանակություն ունի։ Հետո գիտեք ինչ կա։ Ադրբեջանական զինված ուժերը վերահսկում են մեր ռազմավարական նշանակության օբյեկտները։ Ջրամբարներ, պոչամբարներ, հեկեր։ Դուք պատկերացնում եք, ստացվում է այսօրվա վիճակը, չէ՞, այսօր կառավարության ղեկավարը ամեն օր այստեղ այնտեղ հայտարարում է խաղաղությունը, բայց ստացվում է այսօրվա այդ վիճակը կախված է Ադրբեջանի նախագահի բարի կամքից ուղղակի։ Քաղաքական կամքից է։ Կուզի հրաման կտա կսկսեն կրակել, կուզի հրաման կտա չէ։ Էդ էլ ինչի հաշվին է, բնականաբար զիջումների անընդհատ նվաստանալու դրա հաշվին է իրականացում։ Մենք ունենք, ես դրա մասին բազմիցս եմ հայ, եւ սրանք փաստեր են, ադրբեջանական զինված ծառայողների դիրքավորումներ, որոնք անգամ վերահսկում են մեր գյուղերն ու քաղաքները, ճանապարհները, գյուղերն ու քաղաքներն իրար միավորող։ Ադրբեջանը անգամ քարտեզ է հրապարակել, որ մասն են իրենք, ինչ մաս են ռազմավարական նշանակության վերահսկում իրենք։ Կարծեք թե պատասխան գերիների հարցը։ Գիտեք, գերիների հարցը չի կարող դառնալ որևէ տեղ սա կարգման առարկա։ Սա ես հատուկ ուզում եմ նշել։ Սա հումանիտար հարց է։ Ես շատ լավ հիշում եմ, երբ Ադրբեջանը սկսեց դիմել այս մեթոդին։ Ուրեմն պատերազմից հետո էր 2020 թվականի դեկտեմբերի 31-ին։ Եթե հիշում եք, տեղ ունեցավ բոլորի դիմաց գերիների փոխանակում մինչ այդ։ Դրանից հետո պատահական շատ բարձում ենք Ադրբեջանի նախագահը, ղեկավարությունը, արտաքին գործերի նախարարը նամակ է գրում Միավորված ազգերի կազմակերպությունը եւ ասում է վերջ, մենք այլևս գերիներ չունենք։ Բոլորը դիվերսանտներ են, բոլորը ահաբեկիչներ են։ Բայց ինչու նրանք արեցին։ Միջազգային մարդասիրական իրավունքի սա կոպիտ խախտում էր, ընդ որում բացարձակ կանոնների։ Բացարձակ կանոնը նշանակում է զիջում չկա դրանից։ Եվ սկսեցին ինչ անել, հիշում եք, այս կամ այն երկրին ծառայություն մատուցելով 5 գերի վերադարձնել, 4 գերի վերադարձնել եւ այլն։ Այսինքն նրանք ի սկզբանե այս հարցը քաղաքականացրել են, մանիպուլացրել են եւ Հայաստանից կորզել են բոլորովին այլ զիջումներ, որովհետեւ պահել են մեր հասարակությունը լարվածության մեջ, պահել են մեծ խնդիրների, կանգնացրել են խնդիրների առաջ, տարապանքներ են հոգեկան պատճառել մեր գերիների հարազատների, նրանց ընտանիքներին եւ այդպես էլ չեն վերադարձել։ Նրանք, իսկ ինչ վերաբերում է հիմա, նրանք ես միշտ հայտարարել եմ, որ գերիների հարցը մեզ համար չի կարող լինել միայն սոսկ մի քանի հոգու, Արցախի ղեկավարությունը նախկին, զինվորականներ, քաղաքացիական անձինք, բայց դա չի կարող լինել մի քանի հոգու ազատ արձակելու կամ մեր հայրենակիցների ազատ արձակելու հարց։ Սա Հայաստանի անվտանգության սպառնալիքներից է, որովհետև Ադրբեջանը հիմա կեղծ շինծու դատավարություններ է վարում եւ այդ դատավարություններով գեներացնում է ատելություն ու թշնամանք մեր դեմ եւ փորձելու է վստահ եմ այդ շինծու դատավարությունների արդյունքները օգտագործել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ճնշումներ գործադրելու եւ ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար։ Հələ եկեք մի հատ այդ եվրոպական դատարանի 9 դատական ակտերը, որ մինչև հիմա չեն կատարել։ Հստակ դատական ակտերում նշում է, որ կա էթնիկ ատելության հիմքով պայմանավորված հանցագործություններ, սպանություններ, խոշտանգումներ եւ այլն։ Պարտավորեցրել է Ադրբեջանին եվրոպական դատարանը միջոցներ ձեռնարկել այդ ամենը վերացնելու համար։ Արել է։ Ոչ միայն չի արել, այլ այս դատավարություններով, եթե դուք հանկարծ հետևեք դրանց, ավելի է գեներացնում այդ ատելություն։ Եվ նաև իմ կարծիքով նրանց նպատակն է ցույց տալ մեզ նվաստացած վիճակում հայ ժողովրդի ներկայացուցիչներին, դրանով նաև հասնել իր տարբեր նպատակներին եւ այդ դատավարություններով քաղաքական նշանակությամբ օգտագործում են մեր
հայրենակիցների գերության ու պատանդության մեջ լինելը իշխանությունների քաղաքական թեզերն ապացուցելու համար։ Պարոն Խաչատրյանի քաղաքական ուժերի համագործակցության վերաբերյալ հարցը ընթեցվեց գործընկերներից կողմից, բայց ըստ էության այս պահի դրությամբ դուք կանոններ չհիշեցրեցիք, այդուհանդերձ ձեր քաղաքական ուժը միայնակ թե դաշինքով է մասնակցելու, եթե կա այդպիսի որոշում խնդրում եմ նշել, եւ դուք Սերժ Սարգսյանի ժամանակ եղել եք պաշտոնատար անձ, արդյոք հնարավոր է համագործակցություն Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժերի հետ։ Շնորհակալություն հարցի համար։ Տեսեք, ես ի սկզբանե ասացի, որ մենք ղեկավարվելու ենք հիմնախնդիրները մենք մեր հիմք ենք ընդունել եւ գնում ենք այդ հիմնախնդիրները լուծելու ճանապարհով։ Եվ մենք նաեւ հայտարարել ենք, որ մեզ անհրաժեշտ է որպեսզի այդ հիմնախնդիրների լուծման առաջ մենք աշխատենք հանունի, մենք միավորենք մեկ ողջ հասարակությանը։ Եվ մենք գնալու ենք մեր օրակարգով, ինչպես արդեն ասացի, ու խոսելու ենք մեր բոլոր քաղաքացիների հետ բնականաբար։ Երկխոսություն է լինելու, հանդիպումներ, քննարկումներ եւ այլն։ Բոլոր քաղաքական ուժերի հետևորդները, քվեարկողները մեր քաղաքացիներն են, չէ՞։ Մենք բոլոր քաղաքացիների հետ աշխատելու ենք։ Թե այս պահին մեր օրակարգը սա է, եւ մենք հստակ աշխատելու ենք այս ուղղությամբ։ Մեր որոշումներն կայացնելու ենք մեր առաջնահերթություններից ելնելով, որոնք դարձյալ ասացի, ուղղված են լինելու մեր հասարակության առջև այսօր ծառացած հիմնախնդիրների լուծմանը։ Տեսեք, ես հիմա նորից ասացի, ես այդ դաշտեր, ում հետ, ոնց, ինչ, ես հիմա չեմ մտնելու այդտեղ։ Ես հստակ ասում եմ, որ մենք մեր հիմնախնդիրները, որոնք արձանագրել ենք, մենք պետք է լուծենք։ Հիմա եթե ես նորից դուք տարեք ինձ այդ դաշտ, ես այդտեղ չեմ մտնել, որովհետև դա մեր օրակարգը չի։ Նախկին, ներկա, սև, սպիտակ եւ այլն, դա մեր օրակարգը չի։ Մեր օրակարգը աշխատել հանուն, ոչ թե հակադրություններով, աշխատել խնդիրներ լուծելու համար, մեր ժողովրդի համար խնդիրները, մեր երկիրը բոլորով միասին այս վիճակից հանելու համար։ Սա է լինելու մեր աշխատանքը, մեր օրակարգը քաղաքացիների հետ։